Պարոն Դանելյան, ձեզ համար սպասելի էր դատարանի որոշումը։ Գիտեք ինչ, ինձ համար Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ամեն ինչ էլ սպասելի է։ Ինձ համար անգամ սպասելի չէր, որ Սամվել Կարապետյանը այս կարգավիճակում կլինի, որովհետև երբ որ ես մի քանի անգամ նայել եմ տեսանյութը եւ այդտեղ որևէ մի հանցակազմ չեմ տեսել եւ ոչ միայն ես, այլ նաեւ ճանաչված իրավաբանների, ինքն այդ գործի մեջ որևէ բան չկա, սա ուղիղ Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ ինքն էլ էր չէ ասում, ասում այդպես դատավոր կա, որ իմ ասածը չանի եւ այսօր փաստացի իր արարներից մեկն էր, էլի, ես նաև սա կապում եմ նրա հետ, որ քանի որ Սամվել Կարապետյանը նաև ազգային բարերար է, նաև Արցախի խնդիրներով է զբաղվում, սա նաև այստեղ կա իմ խորին համոզմամբ թուրք-ադրբեջանական հետք հարձակում եկեղեցու վրա, ազգային բարերարների վրա եւ սա իր ծրագրի մի մասն է։ Այսինքն ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը ինչպես է ընկալել Սամվել Կարապետյանի հայտարարության այդ դրվագը, որ ասել է ես իմ ձևով իր համար բոլոր այն մարդիկ, որոնք որ կանգնած են երկրի պետականության, եկեղեցու ազգային արժեքների մոտ, այդ մարդիկ իր համոզմամբ այդ մարդիկ պիտի դատվեն։ Այդ մարդիկ այս երկրում տեղ չունեն։ Ինքը ասում է ես եմ այս երկրի ասողը ես եմ, ես համ դատավորն եմ, համ դատախազն եմ, համ ԱԱԾ պետն եմ, համ մարդու իրավունքների պաշտպանն եմ, ամեն ինչն եմ, արդարադատության նախարարն եմ։ Չեք ես այդ ժամանակ ազգային ժողովում, երբ որ տեսանք, այդ մարդը տեսանյութը տեսավ, անմիջապես ցուցումներ է տալիս։ Գիտի թե իր ԿՊ ֆրակցիան է, անմիջապես SMS հաղորդագրությունները գնում է եւ մարդիկ հայտնվում են անազատության մեջ։ Այն որ այս գործի մեջ ընդհանրապես բան չկա, դա ավելի քան ակնհայտ է։ Ես չգիտեմ այդ մի նախադասությունը, այս քանի ժամվա քննարկման ինչ առարկա է։ Այսինքն ինքը իրական Հայաստանի ճակերտավոր կոնցեպտի մեջ պատկերացնում է ամեն ինչի ավիրում, մարդկանց ձերբակալություններ, հալածանքներ եւ սա ոչ թե իհարկե սա բռնապետի տիպիկ բռնապետի անգամ բռնապետական երկրում նման նախադասության համար դժվար թե դատեն էլի ես չգիտեմ կարելի է մի հատ այդ ուսումնասիրած որևէ մի երկրում որ ազգային բարերարը հայտարարի որ կանգնած է եկեղեցու կողքը ինքն էլ Միրյան դրելա բանի հավատացյալի տեղ չէ այդ մարդը կհայտնվի ճաղերի հետևում Ինչ ասել այդ մարդը, ինչ ասել, ասել ես կանգնած եմ եկեղեցու կողքը, որը եւ բարերարն է եւ կառուցել է մի քանի ամիս առաջ հենց իր նվիրաբերության արդյունքում Մայրաթոր Սուրբ Էշմիածնում մայր տաճարի օծումը, վերաօծումը տեղի ունեցավ, չէ՞։ Ինքն էլ կարծեք թե տեղ էր, չէ՞։ Այսինքն ինչի համար եւ կարճ ասեմ մի խոսքով այս մարդը հանգիստ չի տալու այս պետությանը, որևէ մի գործարարի, որևէ մի հայ մարդու, որը որ կանգնած այս պետության կողքը։ Սա Ալիևի իր քաղաքական հայրերի, Ալիևի Էրդողանի ծրագրերն է, որով որ Հայաստանը էլ ավելի խորը ճգնաժամի մեջ մտցնելու, երկիրը ամբողջությամբ կազմաքանդելու, վաղը մյուս օր ասելու է, գիտեք ինչ, այդ որ իր Կիրթ ու կառուցողական Ալիևը իր հետ գնում է քննարկումների սուրճի սեղանի մոտ, էլի ավելի աբսուրդային որոշումներ է կայացնելու, հիմա էլ մի քանի երբ վաղը չէ, արդեն օրերը, չգիտեմ, վաղը գնալու է Էրդողանի մոտ, գիրքը կգրկի, նոր հանձնարարականներ կստանա, կգա նորից էլի ռեպրեսիոն համակարգը եւ սա մի բանի մասին է խոսում, որ այս մարդը օր առաջ պետք է հեռանա։ Քանի կա Նիկոլ Փաշինյան, քանի կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս երկրում լավ բան սպասել չի կարելի եւ սա ազդակա բոլորին, գալու է բոլորի հետևից։ Այն որ ասում է ես սկզբից եկան հрьяաների հետևից ես լռեցի, կոմունիստների հետևից լռեցի եւ սենց հետո մինչեւ գան իրենց հետևից ես բազմիցս ասել եմ, այս ուխտը չոքելու է յուրաքանչյուր հայ մարդու դուռը։ Այս մարդը ծրագիր ունի, այդ ծրագիրը մաքուր թուրք-ադրբեջանական ծրագիր է եւ օր առաջ պետքա կասեցվի եւ թող բոլորից դատեն։
Ես այսօր ազգային ժողովի ամբիոնից էլ եմ ասել։ Ես յուրաքանչյուր իր ասած բարի նախադասության տակ ստորագրում եմ։ Թող գան եւ դատեն։ Այդքան հայ մարդու չեն կարողանալու դատեն։ Այդքան հայ մարդու չեն կարողանալու ճաղերի հետևում թողնեն։